ասեն, ես հույսով եմ դրան, ես հավատում եմ դրան։ Իսկ եթե քաղաքապետի պաշտոնը զբաղեցնեք, համագործակցությունը կառավարության հետ ինչպես եք պատկերացնում, ամեն դեպքում սուբվենցիա ծրագրերի հարց կա եւ այլն եւ այլն։ Ուրեմն քաղաքի հետ կապված եւ կառավարության հետ կապված յուրաքանչյուր նմանատիպ խնդիրներ համագործակցության բարի դրացիական հարաբերությունները պահելով ես ճիշտ կպահեմ ինձ։ Քաղաքական առումով միանշանակ իրանց հետ չէ, բայց վարչապետը գալիս է Գյումրի, ինձ ասում են, ուրեմն արարողակարգից զանգում են, դիմավորեք, պարոն Ղուկասյան, իրանք գիտեն։ Ես ընդհանրապես ոչ մեկին սենց բան չեմ արել, իմ հորս է չեմ անում, հասկացա՞ր, բայց սուբորդինացիան պահելու համար, ուրեմն ինձ կպահեմ ճիշտ։ Եթե հանգարց միած սխալ վերաբերմունք տեսա այդ հարաբերությունների մեջ, ինքն էլ որպես քաղաքի քաղաքապետ, միանշանակ երկրորդ անգամ չեմ գնալու, ձեռս չեմ բարձրացնելու, չեմ բարևելու, երեսներն չեմ նայելու, բայց չափը ես միշտ պահել եմ, սուբորդինացիան պահում եմ, եթե իրենց էլ չհարկեմ, ատորը կհարկեմ։ Հասկանալի է, դա Հայաստանի Հանրապետության վարչապետի ատորն է, իրեն իր քաղաքականության միանշանակ չեմ ընդունում, ինչ որ արվել է չեմ ընդունում, բայց քաղաքի հետ կապված, եթե որևիցե մի խնդիր լինի, միանշանակ ուրեմն իմ քաղաքի խնդիրները խոմ չեմ փագելու տնեմ բան, դա հաջողություն ստեցնում։ Քաղաքի հասանելիքները կբարձրաձայնեմ, եթե չտան, մեծ աղմուկ կհանեմ, կհասնենք մինչև ես չգիտեմ ուր։ Անպայման տեր եմ լինելու քաղաքի եկած գումարներին եւ քաղաքի հասանելիքին։ Եթե զգամ, որ չեն անելու, միանշանակ աղմուկ եմ բարձրացնելու, պայքարելու եմ, ամեն ինչ անելու եմ։ Գիտեք, մի բան ասեմ ձեզ, բերեք այդ հարցերը շատ մի խառնեք իրար, սպասեք հլը ապրենք, կտեսնենք, թե ով ինձ ձևի կպայի, ով այսպես գլուխը կախած կընտունի, ով պարզ չագատ կնայի երեսին, ով մի բան է խրատ կդա, սենց բաներ մի կարեք, երդասարդ եք, երկրի հետ կապված դուրս եք գալու, սենց բաներ, դաստիարակչական, ապաշխարական խոսքեր կասի, հավատքից կսովորացնի, որ ապաշխարեն, հավանական ես այդպես կլինեմ, բոլորի նկատմամբ։ Պարոն Ղուկասյան, դիտեք Նիկոլ Փաշինյանի ազդեցությունը Գյումրիում Սարիկ Մինասյանի 34% ձայն կանելու հետ կապված դուք որքանով եք գնահատում Նիկոլ Փաշինյանի ազդեցությունը, թե այդուհանդերձ Սարիկ Մինասյանն է կարողացել ԿՊ-ին ռեյտինգ ապահովել, ներողություն, քանի որ քաղաքում նաև զարմացած են եւ խոսում են, որ այդքան ձայն է կարողացել Սարիկ Մինասյանը տանել ձեր թաղամասից։ Այդ ինչքան է տարել, որ մեր թաղամասից։ Մեր թաղամասից այդքան շատ ձայներ չի տարել։ Մեր թաղամասից մեր վստահված անձինք, մեր ուրեմն այնտեղի ներկա գտնվող մարդիկ տեսել են Երևանյան լեզվով խոսացողներ, ախրքյալակի կողմից լեզվով խոսացողներ, հասկանալի է, եւ դա միայն մեր թաղը չէ, դիմացի հատվածներն էլ ընդգրկված եղել մեր թաղում, մոտարապես ես տարել եմ այդտեղ 600 մի տեղամասում տարել եմ 600 ձայն, իրենք 110, չգիտեմ ինչքան, ուրեմն այդ ամեն ինչը պդցնելով, անելով, դնելով, եւ գիտեմ, որ դա Սարիկի ձայները չի, իհարկե իրենց միջի խոսակցությունից էլ եմ տեղյակ, որ ասել են, այս արել ենք մենք, բա դուք ձեր ամբողջ ԿՊ-ով այս քաղաքում ինչ եք արել, 500-ից թե 1000 ձայն եք հավաքել, եթե մեր ամբողջ այս մոտեցումը չլիներ, դուք ինչ ձևով էիք ուրեմն պաշտպանելու ԿՊ-ի տեխնազությունը եւ իրենց միջի խոսակցությունները, իրենց միջի կոնֆլիկտները, բաները այնպես որ մենք այնտեղ էլ մարտիկ ունենք, մենք հանգիստեղի Գյումրիում պատերը ինձ տեղյակ են տանում, թե ինչ են խոսում, հիշի, ասեք։ Դուք ասում եք, որ նախագահ Քոչարյանն է քարգում, առաջին Քոչարյանից դուք արձագանք ունեք կամ շնորհավորանքի տեսքով կամ գուցե SMS-ի տեսքով, երկրորդը դուք ձեր ամենաառաջին տեսանյութը, որ հրապարակեցիք Փարոզ Արշավի առաջին օրը, հիշում եք, ինչ շատ ոգաշունչելուց է հրապարակից խելքահպատակներին այստեղից վտարելու մասին։ Առաջին հերթին ովքեր էին այդ խելքահպատակները եւ այդ խելքահպատակներին վտարելը ձեր ընտրվելու դեպքում ոնց եք տեխնիկապես պատկերացնում։ Մի հատ մեզ լուսավորեք։ Ուրեմն Քոչարյանը Ռոբերտը ինձ չի շնորհավորել, SMS չի ուղարկել, մենք իր հետ չենք խոսել, միգուցե կարող է վաղը խոսենք կամ ընդհանրապես չլինի նա, բայց հիմա ինչ որ ասեցիք, ես պատասխանում եմ։ Ինչ մնում է
Թրկահապատակ բառը ոչ միայն ես եմ ասում, Հայաստանի Հանրապետության հավանական է 60-ից 70%-ն է ասում, ես այդ 60-ից 70%-ի մեջ եմ եւ միանշանակ աշխատելու եմ դրա վերաբերյալ, որ թուրքերին չբերեն այստեղ, սահմանները չբացեն, թուրքերը չկան այստեղ հռռոցով սեփականությունները շատանա, աշխատելու եմ դրա դիմաց միանշանակ։ Մնաց ազդել չեմ ուզում։ Ուրեմն ներքի թրկահապատակները, ներքին հայ թուրքերին անպայման շապիկները պատռելու ենք, պետք է անպայման ցույց տանք, թե ովքեր են նմանատիպ մարդիկ եւ ինչ կառույցներ են ղեկավարում, հասկանալի է, միանշանակ աշխատելու ենք ԿՊ-ի դեմ։ Այսինքն դուք Միանշանակ աշխատելու ենք, որ էլ երկար չխոսես, ես զգում եմ քո ուր ես տանումից, միանշանակ դեմ եմ աշխատելու ԿՊ-ին։ Եղավ։ Նաև հայ-թուրքական սահմանի բացմանը։ Այո, ես դեմ եմ այսօր հայ-թուրքական սահմանի բացմանը, որովհետև այսօր Թուրքիայում վարկերը 2-ից 4% է, Հայաստանում 18-ից 25%։ Այստեղի գործարարը ուրեմն այդ սկզբունքով է օգտվում, Թուրքիային 2-ից 4%։ Ընդտուփ թուրքերը նմանատիպ դրսի, եթե արդահանողներ կան, օրինակ ես գիտեի կառույցներ, մարդկանց, որոնք իրենց երկրի ղեկավարությունն ասել է, այն ժամանակ, որը Ռուսաստանին այդպես սանկցիաների տակ գցեցին, ասեցին կատի վերամշակման գործարանին, կանչել են աշխատակիցներին, նմանատիպ մարդկանց, ովքեր որ զբաղվում են, ասել են ձեզ ինչքան գումար է պետք, ասել են խոսքի X գումար, ինչ տոկոսներով, բա 2-ից 4%, ասել են ձեզ տալիս ենք հավանական է 0%-ներով, ասել ես X գումար, արքես 2X, 3X, այս կանն էլ հետ չես վերադարձնի, միայն արդադրանք արա ուղարկենք Ռուսաստան ու իր պետությունն էլ ուրեմն շուկան ապահովել է։ Հիմա Հայաստանում այդպիսի մոդեցում որ գործարարը ունի, որ գործարարը այդպիսի մոդեցում ունի։ Դրա համար եթե սահմանը բացվեց, ուրեմն այստեղի աշխատատեղերը այդ փոքր գործարաններն բոլորը փակվելու են։ Դա էլ եւս թուրքական քաղաքականություն։ Կարող Ղուկասյան, չէ՞ կարծում, որ եթե Թուրքիան գիտենա, որ հենց այդ մեխանիզմով Հայաստանին կարելի է, այսպես ասած, վնաս հասցնել, ժամ առաջ կբացեր սահմանը։ Ուրեմն դա այդպես հեշտ ու հանգիստ չէ սահմանը բացելը, դա շատ գեղեցիկ մտածելակերպով, պետական, ուրեմն ինստիտուտները համոզեցնելով այստեղի ղեկավարությանը սահմանը բացելու հետ կապված, դա ես հանգիստ զգում եմ, որ դա իրանք կանեն, անպայման կանեն։ Եվ դրա համար ես միանշանակ դրան դեմ եմ։ Եթե այդ պայմանները ինչ որ հիմա Թուրքիայում են անում, Հայաստանում լիներ, մեր հայերը ավելի խելացի են ու բանիմաց են ու գործոնյա են։ Եթե պետությունը նմանատիպ մոդեցում ցուցաբերի մեր գործարարներին, մեր գործարարները հավանական է ամբողջ աշխարհով մեկ ավելի հզոր կլինեն, քան թե որևիցե մի երկրի, որովհետև մենք այդպիսի պոտենցիալ ու խելք ունենք։ Պարոն Ղուկասյան, իսկ վերահաշվարկի հետ կապված թեկուզ առանցին ընտրատեղամասերի մասով դիմելու ձեր ուժը վերահաշվարկի առաջարկով թե ոչ։ Ոչ, վերահաշվարկի հետ կապված մենք չենք դիմելու, մենք ամբողջությամբ տեղում արձանագրված այդ փաստաթղթերն ունենք, մեր վստահված անձիկ բերել են, ուրեմն մեր մոտ կա 82 տեղամասերի բոլոր վստահված անձանց ներկայացրած այդ փաստերը, ստորագրած, կնիկած մեզ մոտ ունենք, այսինքն մենք չենք տեսել, որ ինչ որ որևիցե միտեղ իրանք ուրիշ ձևով են ներկայացրել, որ մենք վերահաշվարկի խնդիր առաջանա եւ մենք դիմենք դատարան։ Ոչ, չենք դիմել։ Հայտարարել եք, որ 3000-ից ավելի ձայն է կեղծվել։ Ես ոչ միայն 3000-ից ավելի, այլ շատ ձայներ, որոնք բերեք գրանցել են, բան այդպիսի մինչև ընտրությունները կա արեդամեն խոսակցությունը եւ ասեմ, որ դա շատ լուրջ ձևով, լուրջ մեխանիզմ է, շատ գեղեցիկ ձևով իրականացնում են եւ այդտեղ էլ իրոք փաստեր կան, բաներ կան, որ ասենք մեզի մտահոգելու տեղիք է տալիս եւ դա այդպես է։ Լույսերը որ տարան ձեն բան չգովացան է։ Ինչերը։ Լույսերի հոսանքազրկումների ժամանակ լցոնումներ արել են։ Ճիշտ ասած այսօր առավոտ նոր լույսը բացվել է։ Հələ մեր մարդկանց չենք տեսել։ Ընդդուք որտեղ են նմանատիպ դեպք տեղի ունեցել, հələ վստահված անձանց չեմ տեսել։ Դուք ինձ չեք թողնում, որ ես մենք կարողանանք աշխատել։ Այդքան բան, թողեք աշխատենք, վերջում կասենք։ Դուք նորից դատարկելու եք քաղաքապետարանը ԿՊ-ը մեծ պաշտոնյաներից, ինչպես որ դա արվել Սամվել Բալասանյանի, այսպես ասենք, նրա ընտանիքին այստեղից հեռացնելուց հետո, եթե նկատել եք, հենց մեկ օրում մի շարք մարդիկ պաշտոնազրկվեցին եւ ազատման դիմումներ գրեցին։ Դուք եք այդպես դաժանորեն վարվելու ԿՊ-ին ծառայած այս։ Ընդհանրապես ես դաժան մարդ չեմ։ Ես դաժան թշնամիների նկատմամբ եմ։
Ուրեմն ես շատ խղճով մարդ եմ։ Եվ բանիմաց մասնակետները ինձ համար իմ գլխի վրա տեղ ունեն։ Ես այնպիսիներից մեկն եմ եղել, երբ որ եկել եմ 99 թվականին զբաղեցրել եմ քաղաքապետի պաշտոնը, գնացել են դռները ծեծել են մասնակետներին, ասել են եկեք, մենք ձեզ հրավիրում ենք, եկեք աշխատանքի։ Ցավոք սրտի Հայաստանի Հանրապետությունում նմանատիպ ձևով, եթե գիտեք, որ մեկի դուրը ծեծում ասում են, որպես լավ մասնակետ եկեք աշխատեք, ես չգիտեմ, այդպեսի տեղ կա, ինչ որ մի կառույց կա, եթե կա շատ լավ է, բայց եթե չկա, ուրեմն կուզենայի, որ այդպես լիներ։ Իսկ եթե նորմալ մասնակետներ են, նորմալ աշխատողներ են, նմանատիպ մարդկանց ազատելը բառից բուն իմաստով շատ վատ բան է դա։ Անպայման այդ սկզբունքը կիրառելու եմ, ասեք։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավորները ոչ ցա պատգամավորների գոնե մեկը ոչ ցա վիճակում խմբի շտաբի մոտ իրավորել է լրագրողներին, այնուհետև մի քանի սցենար այսպես ռեմականացում ներկայացրել։ Պարոն Ղուկասյան, օրինակ, որ դուք լինեք քաղաքապետ, քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամները, պատգամավորները իրենց կարող են այդպես դրսևորել Գյումրիում։ Եվ Էմմա Պալյանն անդրադարձել, կոչեր արել, որպեսզի ձեզ չընտրեն, քանի որ ասել էր, եթե 8 հուշերի ձայն եք տալիս, նշանակում է Վարդան Ղուկասյանին եք ընտրում։ Էմմա Պալյանն ով է։ Դուք հավատացեք, որ թե ուրեմն այս օբյեկտ դե մի հատ լսեք ասեմ։ Ուրեմն այդ աղջիկը ընդհանրապես ոչ պատմություն ունեցող, այս քաղաքում դրան ով է ճանաչում։ Ես ուրեմն իմ անունը տալով, անունը ինչ որ իմացանք, թե այդպեսի շունչ կա քաղաքում, բան, ինչ որպեսի մարդիկ կան, բան։ Գիտեցեք, դրանք ընդհանրապես այս քաղաքում դրանց բոլորին ոչ ոք չի ճանաչել, ոչ ոք։ Եվ կյանք պատգամավոր դրա համար ասում են, որ կադրային քաղաքականությունը խայտարակություն է երկրում։ Ում ասես տարե դրել են կյանքում ասենք զուգարան չկառուցողին բերե դրել են, ես չգիտեմ ինչ բան էլի, խայտարակություն է։ Այ դրա համար դա շատ ամոթ է։ Ինչ մնում է այստեղ կա որևիցե մեկը մատ թափտա ինչ որ մի բան անի, դա չի կարող անի, որովհետև այստեղ լավ մարդիկ կան։ Բայց ասենք մյուս բանն էլ ասեմ էլի, որ ասենք վերջապես մեկ լրագրողներին անպատվելը միանշանակ չեմ ընդունում, բայց ինչ որ կարողանա տղա էլի բան, ինչ որ տղամարդկություն բան, ինչ որ բաներ անի, ողջունում եմ, հա ինչ կա, դուք էլ եք խմում, աղջիկ եք, դուք էլ եք խմում, տղա է խմել եմ իդ գնաց է, բռնցրել եք, այդպես է չի կարելի, ամոթել է, դիդավորյալ նենց արեցիք, որ վարկաբեկ եք, էդ էլ չեմ ընդունում, տղա է բան է արե, բայց եթե ասենք հայոյանք բան է անում աղջիկների բան, միանշանակ դա չեմ ընդունում, բայց դուք մի ստիպեք, որ մարդը խմած տեղը ինչ որ դառնա, այդպիսի բաներ անի, թեկուզ ԿՊ-ից է, բայց որը որ ճիշտ է դա ասում եմ։ Այդքան բան։ Ով Լևոն Վասենյանը, ԼԳՏԲ-ի Բա ինքը չէր ասում,